Զոլավոր այս իշուկը վաղ առավոտյան իրար է խառնել ամբողջ Երևանը։ Բանուկ Միասնիկյան պողոտայում նույնիսկ ավտոբուսներն են չնախատեսված կանգ առնում զեբրանման կենդանուց կադր ունենալու համար։ Քշի, Քենեդի, կլենտները տուշացա։ Տաքսու վարորդներն առավոտյան են տեսել զեբրի զոլերով ավանակին։ Կենդանին միայնակ կանգնած է եղել այստեղ։ Զեբրան կային է տեր, ես էլ ասի զեբրան փախել է, ես նույնպես մտածեցի արձանա։ Ես բանից բարձրվեց, որ էշ է ներկած։ Կենդանաբանական այգու հարևանությամբ է կանգնած եղել իշուկը։ Իրավապահներն ահազանգ են ստացել, թե այնտեղից զեբր է փախել։ Առավոտյան ինձ արթնացրեց այինը, պես բան, այինի զանգը, որ պարոն Ասլանյան ձեր այգուց ոնց որ թե կարծես թե փախուստ է կատարվել, ասում դա հնարավոր չի։ Նոր ազատավանդակում են ապրում Երևանի կենդանաբանական այգու 3 զեբրերը, փախչելն անհնար է, վստահեցնում է Ասլանյանը։ Բարձրությունը ավելի քան բավական է այս տեսակի համար, օգտագործած նյութերը լրիվ նոր են, բոլորը որակյալ են։ Օրինակ այծերը փախուստի ճամփա կարող են գտնել, զեբրերը երբեք։ Ուժեղ անձրևների դեպքում կարող է այտենց չնախատեսված դեպք լինի, փլուզում եւ այլն, այդպես դեպքեր հնարավոր է որ լինեն։ Այս դեպքում ուղղակի դա հնարավոր չի։ Մարտի անունով Զոլավորն ու իր 2 ընկերուհիները Մոնան ու Մանին Աֆրիկայի հարավից են եկել Երևան։ Փողոցում հայտնված զեբրանման էշը հերվից նման է 3-ին։ Ներկած ավանակը միևնույնն է ներկած ժամանակ էլ է մնում ավանակ։ Զեբրերն ու էշերը հեռավոր բարեկամներ են, ասում է կենդանաբանը, բայց մարմնի չափերով, ոտքերի երկարությամբ ու գլխի ձևով տարբերվում են, անգամ երեխաները գիտեն։ Բայց երիք է մի լավ նկարչի վրձնի տակ հայտնվի ու էշն էլ քշողա սև ու սպիտակ զոլերով։ Երևի մասնագետ նկարիչ էր, բավականին մանրակրկիտ աշխատանք էր կատարել։ Հայլուրի խմբագրությունը նամակ է ստացել Զեյրո անունով նախաձեռնությունից։ Այդ նախաձեռնությունը պնդում է, թե իրենք են ավանակին ներկել, փողոց անել, որ մարդիկ խոսեն իրենց խորհրդանիշ զեբրի մասին։ Կենդանաբանական այգում չգիտեն ուր է հիմա Զոլավոր իշուկը, մտածում են ով բերել էր, նա էլ տարել է։